7 ապրանք, որը Հայաստանը կարող է առաջարկել Ադրբեջանին. ծխախոտ, շոկոլադ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ, դեղորայք, շինանյութ, պահածոներ։ Այս մասին Զարգերակի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը եւ նշեց, որ Ադրբեջանից էլ կարող ենք ներմուծել քիմիական նյութեր, գյուղատնտեսական մթերքներ, միս, պարարտանյութեր եւ այլն։ Ադրբեջանին ապրանք վաճառելը ձեռնտու է ոչ միայն փողի, այլև քաղաքական առումով։ Տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար։ Երբ հայկական ապրանքները ադրբեջանական խանութներում սկսեն վաճառվել, կտեսնենք արդյոք բոյկոտ կա, թե ոչ, ասաց Գագիկ Մակարյանը։ Նա նկատեց, որ եթե ադրբեջանական բենզինը պարբերաբար բերվի եւ էժան վաճառվի, դա նախընտրելի կլինի, ու նաեւ մյուս ներմուծողները պետք է սկսեն իրենց գներն էժանացնել։ Արդյունքում ՀՀ տնտեսությունը կարող է շահել։ 30 տարուց ավելի Թուրքիայի հետ առևտուր ունենք, բայց մինչև հիմա էլ զգուշավորություն կա։ Նույնը կլինի Ադրբեջանի դեպքում։ Ադրբեջանի տնտեսությունը շատ դիվերսիֆիկացված չէ, ավելի շատ հիմնված է նավթամթերքի վրա։ Հայաստանում ավելի դիվերսիֆիկացված է, Հայաստանը ավելի մրցունակ է, ասաց Մակարյանը։